Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պատրաստվածության չի բերվել բանակը եթե քննադատում են, ասում են, թե բավարար պատրաստվածության առաջնագծից սկսած բնականաբար եթե բանակի առաջնագիծը լիներ այնպես կահավորված ոնց որ հիմա է, եթե մենք հիմա խոսում ենք ամրոցների մասին, այն ժամանակ մենք միայն տեսել ենք Բանգա Բութուլգեկը, թող Սերյան Օհանյանը ներինց, բայց ինքը այն ժամանակ չի ունեցել այդ հնարավորությունը ամրոցներ կառուցելու, որովհետև այն ժամանակվա գումարը գնացել է դղյակներ կառուցելու համար։ Իսկ այսօր գումարը դրվել է հենց անվտանգային նպատակների համար, եւ մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ այնտեղ ծառայություն տանողը շատ պաշտպանված է, շատ բարձր մակարդակի օդից, դիմացից եւ հետևից։ Պարոն Քոչարյան, Սերժ Սարգսյանն ասում է, որ պատերազմի ժամանակ տարօրինակ է, որ հենց առաջի օրերին ամբողջ հոբ համակարգի կեսը ոչնչացվեց։ Ինչպես է ստացվում։ Սերժ Սարգսյանը ոսո պաշտպանության նախարար չէ եղել։ Եթե հանգարց ուրիշ մարդ ասեր, ես կզարմանայի, բայց երբ որ Սերժ Սարգսյանն ասում է, երբ որ հակառակորդը մտածում է հարված հասցնելու, բա ում պիտի խփեր։ Ոչ էր խփելու որևէ բան առևտրի կենտրոնին։ Պիտի խփեր հոբ համակարգին։ Իհարկե հնարավոր է, նայած թե դու ինչքանով ես պատրաստ հարված հասցնելու։ Բա որ ասում ենք, ինչի չէիք պատրաստում, երբ որ տեսնում եք, թե հակառակորդը խոցելու ինչ սպառազինություն է ձեռք բերում, բա պիտի խփեր։ Խփելա նաև կառավարման կենտրերին, մենակ հոբ համակարգը չի եղել։ Այո, պիտի խփեր, որպեսզի օթել լիարժեք ինչ ուզենար աներ։ Այ մեր հոբ համակարգերը ինչու չէր արդիականացվել իրենց կառավարման շրջանում։ Իր եւ Ռոբերտ Ցետրակովիչ։ Ուշադիր լսեք ինձ։ Հոբ համակարգերը արդիականացվել են 18 թվականից հետո, երբ որ տոր համակարգերը ձեռք բերվեցին։ Բայց դա բավարար չէր, այդ հաշվարկները բավարար չէին ամբողջը պահելու։ Երբ որ վարչապետը առաջարկում է գնանք մի հատ նոր ձեռքբերված սպառազինություն տեսեք, գնացինք եւ ես ի զարմանալի չտեսա ոչ մի դիմադիր պատգամավորի։ Ինչու՞, որովհետեւ այնտեղ հոբ համակարգի ղեկավարը մեր գեներալը երբ որ զեկուցում էր, պարզ երևում էր թե նոր ձեռքբերված սպառազինությամբ մենք մեր երկրի տարածքի ինչքան մասն են կարողանում այս բանից ծածկել։ Այն ժամանակ այդ հնարավորությունը չենք ունեցել։ Հնացած համակարգեր, այս 300-եր եւ այլն։ 16 թվականին նույն համակարգը չէր, որ այդպես չէր, առաջի օրը չվերացավ։ Դուք ինչից եք խաբար 16 թվականից։ Այդ հարցը որ տալիս եք։ Դե հիմա ես ասում եմ ձեզ, ոչ այդպես չէր։ 16-ին նույն հնացած համակարգերն էին, որտեղի նույնիսկ պայստամասերը արկա չէր, որ լավ իմանաք։ Դրա համար խորհուրդ կտամ, որպեսզի ձեր խմբագիրը եւ լրագրողների շատերը, եթե ունենան հնարավորություն 16-ի զեկույցին ծանոթանան։ Քննադատում են պարոն Քոչարյան, ասում են ամբողջական չէ զեկույց այն առումով, որ պաշտպանության Տիգրան Աբրամյանն ասում է Շուշիի պաշտպանությունը ստանձնած պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը չի հարցաքննվել։ Մինչդեռ եթե եզրակացություն են անում եւ վերլուծություններ, պարտադիր էր նրա հետ եւս զրուցել եւ եզրակացության մեջ տեսնում եք, որ մեկ գալիս է հանձնաժողովի նիստին վերջերս եւ դա շատ լավ է։ Բայց պարոն Աբրամյանին ունեցել է հնարավորություն մասնակցել մեր աշխատանքին, այնտեղ ինքը կիմանար, որ եթե կան քրեական գործեր, քննիչ հանձնաժողովը չի կարող տվյալ պաշտոնյային կանչել իր մոտ։ Բնականաբար դրան առնչվող տեղեկատվությունը մեծ հասանելի է եղել եւ մինչեւ հիմա մենք նոր 50%-ն ենք տեղափոխել մեր հավաքագրած նյութերի առաջի բաժին, պատկերացնում եք ծավալը։ Ինչքան ժամանակ է որ զեկույցը, որը 215 էջ էր, հիմա դարձավ 500, երբ որ այդ նյութերը եկան տակը լրացվեցին, իսկ ամբողջ տեղեկատվական ծավալը արդեն ամսից ավել է, չէ։ Շուշիի մասով ինչ ամսի 3, հա, ամսից ավել է, դեռ 50%-ն ենք տեղափոխել ներքև։ Հիմա դուք ինձանից մի պահանջեք բացահայտումներ, հուշ գաղտնի ինֆորմացիան լրատվամիջոցներին տեղափոխելու համար։